Այս պահին տեսակապով զրուցելու եմ քաղաքագետ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Էմիլ Օրդուխանյանի հետ։ Պարոն Օրդուխանյան, սիրով ողջունում եմ ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ողջույն։ 44 օրյա պատերազմից 3 տարի անց պատերազմը Հայաստանի եւ Արցախի դեմ շարունակվեց։ Ինչու տապալվեց դիվանագիտությունը, համեցեք։ 3 տարի արդեն անցել է իրականում եւ ամենացավալի պատկերն այն է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահները այսօր դեռ Արցախում են, բայց Արցախահայությունը այլևս Արցախում չէ։ Սա ամենացավալի փաստն է իրականում եւ ստացվում է, որ այն միջնորդը, որը տեղաբնիկ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երաշխավոր եւ պաշտպանը պետք է լիներ, շարունակում է մնալ այդ տարածքում, որից ցավոք բռնի տեղահանվեց հենց բնիկ բնակչությունը։ Ստացվում է, որ այս եռակողմ հայտարարությունը ինքը իրականում հանգեցրեց ոչ թե Արցախահայության պաշտպանությանը իր բնորանում, այլ Արցախի հայաթափմանը, բռնի տեղահանությանը, այդ թվում միջնորդ երկրի կողմից ստանձնված անվտանգության երաշխիքների եւ պարտավորությունների չկատարման հետևանքով։ Եվ ցավալիորեն այսօր ունենք մի իրավիճակ, որի պարագայում այդ եռակողմ հայտարարության գոյությունը այլևս անիմաստ է մնում, որովհետև ստորագրման պահից սկսած հաջորդ օրվանից կարելի է ասել, բացի Հայաստանից մյուս երկու կողմերը իրենց պարտականությունները լիարժեքորեն չկատարեցին եւ այն առանցքային կետերը, որոնք պետք է բերեին խնդրի որոշակի լուծման եւ խաղաղության իրավիճակի, դրանք հետևողականորեն անտեսվեցին կամ այսպես ասենք դիտավորությամբ անտեսվեցին միևնույն ժամանակ եւ սկզբում փակվեց միջանցքը, որի պատասխանատուն ռուսական կողմն էր, հետո բնակչությունը այսպես ասենք սովամահության սկսեց ենթարկվել, հետո տեղի ունեցավ ագրեսիա բնակչության նկատմամբ եւ այս ամենի հետևանքով Արցախի հայ բնակչությունը ուղղակի տեղահանվեց իր բնորանից։ Ստացվում է, որ ցավոք սրտի այս հայտարարությունը խոշոր հաշվով բերեց խնդրի այսպիսի լուծման, ըստ էության իհարկե հիմա շատ կխոսվի վերադարձի մասին եւ այլն, բայց մենք փաստացիորեն պետք է հաշվի առնենք, որ դա մոտ ապագայի հարց չէ եւ քանի որ այլ միջազգային դերակատարներ խոշոր հաշվով ավելի ազդեցիկ չգտնվեցին, որպես այս ամենը տեղի չունենա, հայ բնակչության վերադարձը իրենց բնորան շատ բարդ խնդիր է դառնալու, հաշվի առնելով միևնույն ժամանակ, որ միջնորդական ճակերտավոր միջնորդական առաքելությունը թերևս այսօր շարունակում է տեղակայված լինել այն տարածքում։ Հայաստանի Հանրապետությունը եռակողմ պայմանագիր կնքած միակ երկիրն էր, որը բոլոր ստանձնած կետերը կատարեց, այնինչ չտեսանք Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Ավելին տեղակայումից անմիջապես հետո ռուս խաղաղապահները չկատարեցին պայմանագրով ստանձնած իրենց պարտավորությունները։ Մի բան էլ 3 տարիների ընթացքում սկսեցին պաշտպանել Ադրբեջանի շահերը եւ այս ընթացքում Ադրբեջանի փաստաբանի դերը կատարեցին։ Ինչ փոխվեց եռակողմ պայմանագրից հետո այս երկրները, խոսքը Ադրբեջանի եւ Ռուսաստանի մասին է, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին մինչև այսօր կատարելիք աշխատանքների գործողությունների մասով։ Փաստերը ցույց են, որ այս երկու պետությունների միջև, այսինքն Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը խիստ համադրելի են կապված տարածաշրջանի եւ դրա հեռանկարների հետ, որտեղ երկու սուբյեկտները եւ ոչ միայն գումանենք նաեւ Թուրքիան փորձում են գլխավոր դերակատարությունը ստանձնել։ Ես հիշեցնեմ, որ
Երրակայում հայտարարությամբ նաև խաղապահ առաքելության, այսպես մոնիտորինգի վերահսկման մի կենտրոն պետք է ստեղծվեր եւ այդ կենտրոնը ստեղծվեց, որին ներգրավվեց նաև Թուրքիան, Ռուսաստանը, այսինքն թուրք-ռուսական համատեղ պրոյեկտեր այս ամենը եւ քանի որ նախորդ տարի փետրվար ամսին Ռուսաստանը եւ Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների մասին իրականում ռազմավարական համաձայնագիր ստորագրեցին, այս ամենը արդեն մեզ պետք է ցույց տար, որ այս երկու պետությունները շատ ներդաշնակ շահեր ունեն տարածաշրջանում եւ իրենց շահերի իրականացումը հնարավոր էր այս իրադրության ստեղծմամբ, այսինքն մեկի ակտիվ գործունեությամբ Ադրբեջանի եւ մյուսի пассив մասնակցությամբ Ռուսաստանի դաշնության։ Եթե Ռուսաստանը пассив չլիներ, բնականաբար Ադրբեջանը այսպիսի արդյունքների չէր հասնի, բայց այստեղ կարծում եմ շահերի ներդաշնակությունը բերեց այն իրավիճակին, որ այս երկու սուբյեկտները եւ հենց այս երկու սուբյեկտներն են, որ խոսում են արդեն Արցախի հարցի լուծված լինելու մասին եւ ստացվում է, որ Արցախի հարցի լուծված լինելը այս պարագայում Արցախի հայաթափումն էր եւ բնակչության բռնի տեղահանությունը, բայց տարածաշրջանը միայն հարցով այսպես հետաքրքիր չէ այս սուբյեկտներին, կան նաև այլ հարցեր, մասնավորապես իրենց տրամաբանությամբ եւ իրենց ընկալումներով Զանգեզուրյան միջանցքի հարցը եւ դրանով վստահաբար շահագրգռված Սյունիքում կարծում եմ ռուսական կողմի հյուպատոսություն բացելու այս շտապողականությունը, որովհետեւ խոշոր հաշվով Արցախից ռուսական այս ռազմական ներկայությունը պետք է դուրս գա, իրենք այդ մասին նաև քննարկումներ ունեցել են եւ մեր կողմից էլ եղան շեշտադրումներ, որ հնարավոր է նաև Հայաստանի տարածքով դուրս գա, ես կարծում եմ սա պետք է Հայաստանը բացառի, ռուսական խաղապահ առաքելության վերադարձը Ռուսաստան պետք է լինի Ադրբեջանի տարածքով եւ այն զենքը սպառազինությունը, որ Արցախի կապիտուլյացիան ստորագրած իշխանությունը թողեց ռուս խաղապահներին, այդ սպառազինությամբ ռուսները եթե մտնեն Հայաստանի տարածք, դա բազմաթիվ անվտանգային լուրջ ռիսկեր է առաջացնելու Հայաստանի մասնավորապես հարավի, իսկ հետագայում նաև սուվերենության համար։ Եթե վերլուծենք ժամանակագրությունը, ինչ կարող ենք արձանագրել, որոնք էին այն առանցքային, սխալները, որոնք հանգեցրեցին Արցախի ամբողջական հայաթափմանը։ Մենք արդյոք կարող էինք կանխել այս գործընթացը, նաև պատերազմական գործողությունները վերջին։ Գիտեք ինչ, որոշ հարցերում իհարկե Արցախի իշխանությունը եթե ցուցաբերեր ինքնուրույնություն, ապա կարծում եմ, որ իրադրությունը այսպիսին չէր լինի այսօր։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական բոլոր ռեսուրսները եւ միջազգային բոլոր հարթակները օգտագործեց Արցախահայության շահերի բարձրաձայնման եւ նույնիսկ որոշակի լուծումների հետապնդման իմաստով։ Եղավ միջազգային արդարադատական դատարանի որոշումը, եղան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տարբեր նիստեր եւ վերջին նիստը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հարցին այս սեպտեմբերին, երբ ագրեսիան տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից, մեկ օր առաջ Արցախի իշխանությունը հայտնեց, որ իրենք մի համաձայնություն են ստորագրել, մի հայտարարություն, որով դադարեցրել են եւ դա տեղի ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի նախօրեին։ Ըստ էության դա նաև կանխեց այն շատ հավանական հնարավորությունները, որոնք կարող էին փոխել իրադրությունը գետնի վրա եւ նրանք համաձայնեցին ավելի շուտ անձնատուր լինել, քան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը որևէ բանաձև կամ որոշում կարող էր առաջարկել։ Մեկ այլ հանգամանք էլ նշեմ, որ Արցախում ընտրված ժողովրդի կողմից ընտրված նախագահը ինքը հրաժարական տվեց, այսինքն այնքան բազմաթիվ են հանգամանքները եւ նրա հրաժարականից հետո 22 падգամավորով նշանակվեց մի նախագահ, որը երթուն տվեց, որ պաշտպանելու է Արցախը, պետականությունը, ինքնիշխանությունը, ինքնուրույնությունը, բայց երկու շաբաթը դեռ չլրացած, ինչպես հայտնի դարձավ, ստորագրեց Արցախի կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Ուզում եմ ասել, իհարկե բազմաթիվ սխալներ
եղել են այս իմաստով եւ ես կարծում եմ, որ Արցախը, որը պետք է փորձեր եւ բազմիցս նաև տարբեր փորձագետների կողմից հնչեցվել է, Արցախը պետք է փորձեր իր սուբյեկտայնությունը վերգտնել այս իրավիճակում, գնալ ընդառաջ այն ձեռքերին, որոնք մեկնվեցին միջազգայնացնելու համար խնդիրը, բայց ինքը գնաց մեկուսացման ճանապարհով, գնաց մեկ սուբյեկտից կախվածության ճանապարհով, հավանաբար կարծելով, որ այդպես հարցը որոշակիորեն կլուծվի եւ այդ սուբյեկտը Ռուսաստանի Դաշնությունն էր, որը այո հարցը լուծեց այն ելքով, որով ստացվեց, որ Արցախայությունը ուղղակի բռնի տեղահանվեց իր բնօրանից։ Այսինքն մեկ սուբյեկտից կախվածությամբ միջնորդությունը հանգեցրեց այս իրավիճակին եւ այստեղ մենք պետք է հասկանանք, որ առաջին հերթին պատասխանատվություն կրում է հենց Արցախի իշխանությունը եւ ոչ թե այդ սուբյեկտներ, որոնք այս կամ այլ կերպ ներգրավված են եղել խնդրի կարգավորման գործընթացում։ Պարոն Օրդուխանյան, եւ ի վերջո արևմտյան հարթակներում բանակցությունների տապալմանը նպաստեց եւ շարունակում է նպաստել Ռուսաստանի Դաշնությունը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս նաև այդ մասին հայտարարել է, որ չի ողջունում արևմտյան ձևաչափերում տարածաշրջանին առհասարակ վերաբերող հարցերի քննարկում, առավել եւս դրանց համար լուծումների փնտրտուքը։ Եվ քանի որ այստեղ Ադրբեջան եւ Ռուսաստանը փոխադարձաբար իրար ծառայություններ են մատուցել, կապված Արցախի հարցի հետ, կապված Հայաստանի սահմանների հետ, ես ուզում եմ մի քանի փաստեր ուղղակի հիշեցնել, Ռուսաստանի Դաշնության խաղաղ առաքելության ներկայությամբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, Ռուսաստանը ոչինչ չարեց այն բացելու համար, նրանց ներկայությամբ ագրեսիա իրականացրեց սեպտեմբերի 8-19-ին բնակչության նկատմամբ, սա բերեց բռնի տեղահանությանը, ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Ռուսաստանի որոշակի դերակատարությանը, հիշեցնեմ, որ այն սահմանային հատվածներում, որտեղ ռուսական զորքեր տեղակայվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այդ դիրքերից նրանք հետ քաշվեցին, մասնավորապես Վայոց-Ձորի, Սյունիքի հատվածներում ադրբեջանական զորքերը ներխուժեցին եւ վերցրեցին այդ դիրքերը, Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին եւ ուղիղ Ռուսաստանին որևէ քաղաքական գնահատական կամ ստանձնած պարտավորությունների շրջանակներում գործողություններ տեղի չունեցան, բացառությամբ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկից եւ ստացվեց, որ Ռուսաստանը չճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների խախտման ադրբեջանական ագրեսիան, այսինքն բազմաթիվ են այս հանգամանքները եւ մենք ունեցանք ցավոք սրտի լեգիտիմ իմաստով մեր տարածքային ամբողջականության սուվերենության խախտման կորուստներ մի քանի 100 կիլոմետր քառակուսի հասնող տարածքի մասին է խոսքը Եվրոպական հարթակներում հակառակը խոսվում է պետությունների փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, նույնիսկ նշում են թվերը 29800 քառակուսի կիլոմետր, 86600 քառակուսի կիլոմետր, բայց Ռուսաստանի Դաշնությունը մի հակառակ այս ամենի խոսում է սահմանազատման եւ սահմանագծման պարագայում քարտեզների միակ տիրապետողը լինելու մասին, ասում է, որ ինքը պետք է իրականացնի, իր քարտեզներով պետք է իրականացվեն, կարևոր չէ 1 մետր այս կողմ կամ այն կողմ, 1 կիլոմետր այս կողմ կամ այն կողմ, սա նշանակում է Ռուսաստանը այնուամենայնիվ նպատակ չունի տարածաշրջանից կամովին դուրս գալու եւ Արցախի հայաթափման հետևանքով հիմա իրեն պետք է նոր պատրվակ որպեսի մնա տարածաշրջանում եւ այդ պատրվակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև որպես միջնորդ սահմանազատման այս գործընթացին մասնակից լինելն է։ Պարզ է քարտեզները բերելու են, ասելու են մի կողմը համաձայն չէ, հետո մյուս կողմը համաձայն չի լինելու, կոնֆլիկտը շարունակվելու է եւ ըստ էության սա հնարավորություն է տալու Ռուսաստանին լինել Հայաստանի եւ Ադրբեջանի արանքում եւ հետեւապես նաեւ պահպանել իր ներկայությունը տարածաշրջանում։ Ուստի ես կարծում եմ, որ հայկական կողմը Ալմատայի հռչակագրի հիման վրա արևմտյան ձևաչափերում պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված, այս ուղղությամբ պետք է ջանքերը խորացնի, արևմուտքը որոշակի ճնշում նաեւ պետք է գործադրի Ադրբեջանի վրա, որովհետեւ Ադրբեջանը ստացավ ըստ էության այն ինչը միջազգային իրավունքով իրեն վերապահված էր եւ հետեւապես եթե շարունակելու ապակառուցողական մոտեցումներ, ապա արևմուտքը հստակ գնահատականներ պետք է հնչեցի եւ նաեւ քայլեր, գործնական քայլեր ձեռնարկի ուղղված Ադրբեջանի ապակառուցողական եւ ժխտողական քաղաքականության դեմ։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։
Խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցում է Քաղաքագետ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Էմիլ Օրդուխանյանի հետ։ Դուք դիտում եք գլխավոր թեման, տաղավարում Արթուր Աղաբեկյանն էր, հետևեք մեզ առայժմ։